Նախագծի փաթեթով առաջարկում են կենդանիների պաշտպանության ոլորտում հստակեցնել մարդասիրական սկզբունքների ամրագրումը, հանրային վերահսկողության մեխանիզմների սահմանումը եւ ապահովել օրենքի կիրառելիության արդյունավետությունը։ Նշեմ, որ նախագիծը մշակել ենք արձագանքելու մարտի 25-ին ընդունված օրենքից հետո ծագած հարցերին, բարձրաձայնվող մտահոգություններին, որոնք հնչեցվում էին փորձագետների եւ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։ Նախագծի փաթեթով առաջարկվում է կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորությունը, պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակումն ու իրականացումը, կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական կրթական ծրագրերում տնային եւ թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման ուղղված կրթական ծրագրերի մշակումը եւ իրականացումը։ Նախատեսվում է սահմանել վերարտադրության սահմանափակման ծրագրի հստակ շրջանակը, այն է կենդանու բռնում, ստերջացում, պատվաստում եւ վերադարձ նույն տարածք։ Հասարակական կազմակերպությունների համար սահմանվում է օրենսդրական հնարավորություն օրենսդրական մեխանիզմ իրականացնելու հասարակական մշտադիտարկում բոլոր տեսակի կացարաններում, անկախ դրանց կազմակերպահիրավական տեսակից եւ սեփականության ձևից, ֆինանսավորման աղբյուրից։ Նախատեսում ենք արգելել եւ որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ սահմանել, կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը եւ հյուծելը, ինչպես նաեւ առանց անասնաբուժության մասին օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը, առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացման կենդանու քնեցումը, ինչպես նաև վիրաբուժական միջամտություն իրականացնելը, ինչպես նաև քնեցումը կամ սպանդ իրականացնելը գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով։ Փոփոխություն են կատարում նաև տիմերի կողմից կենդանի պահելու թույլտվության տրամադրելու կարգավորման մեջ եւ այս պարտադիր թույլտվությունը փոխարինում ենք պարտադիր հաշվառման կարգով։ Թույլատրելի ենք համարում նաև ոչ մասնագետների կողմից իրականացվող առաջին բուժօգնությունը եւ անասնաբուժի կողմից նշանակված ամբուլատոր բուժումը ոչ հանրային վայրերում։ Սահմանում ենք նաև կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ։ Մի շարք նոր պատժատեսակներ ենք սահմանել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, համապատասխանեցնելով այն կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքով արգելված կարգավորումներին։ Այստեղ մասնավորապես խոսքը գնում է ոչ համապատասխան չափաբաժնով ցավազգման վիրաբուժական միջամտության իրականացնելուն, քաղցի մատնելու միջոցով կենդանուն կանխամտածված հյուծելուն, գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով քնեցում իրականացնելուն, պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը ցանկացած հանրային վայրում դնչկալով եւ առնվազն 1 մետր կարճեցված կապով չկազմակերպելուն եւ այլն։ Ես ասեմ, որ մենք նաև որոշ դեպքերում վերանայել ենք պատժաչափերը, որոշ դեպքերում բարձրացրել ենք, մասնավորապես կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչև կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը, ինչպես նաև կենդանուն իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում թողնելը, առանց այս դեպքերում մենք ավելացրել ենք տուգանքները, որոնք սահմանված են, եւ որոշակի խմբագրական փոփոխություններ ենք իրականացրել։ Ես որպես ամփոփում նշեմ, որ նախնական փաթեթը, որը շրջանառվել էր, ներառում էր նաև վարչական դատավարության օրենսգիրքը եւ հասարակական կազմակերպությունների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, սակայն կառավարության առաջարկով այդ դրույթները այս պահին չենք վերանայում եւ դրանք հանվել են փաթեթից։ Այսքանը պատրաստ եմ պատասխանելու հարցերին, եթե այդպիսիք լինեն։ Շնորհակալ եմ։